Գեղարքունիքի մարզի Աղբրաձոր գյուղ տանող ճանապարհն է։ Տասնամյակներ շարունակ այն հենց այսպիսին է՝ քանդված ու անմխիթար։ Ընտրություններից առաջ բնակիչներին տրվող խոստումները այդպես էլ օդում են մնում։ Այս մեր գյուղի ծովակ Աղբրաձոր հատվածը ասֆալտ պետք է թափեին 22 թիվներ, ինչքան հիշում եմ, հասան մաքենից կանիցրին, ես ժողովուրդ շատ դրանից հիասթափվում եմ, մեկը ես ավտո եմ առ, աղաքին փող եմ տվել ավտո եմ առ, ջարդվում է, շատ բարդ է, իշնել ելնելը բարդ է, ձմեռվա մոմենտ, ձմեռ շատ բարդ է այս գյուղը։ Աղբրաձորը Գեղարքունիքի ամենաբարձր լեռնային գյուղն է, ծովի մակարդակից 2230 մետր բարձրության վրա է։ Ձմռանն այստեղ կատաղի ձնաբուքեր են լինում, և գյուղը կտրվում է աշխարհից։ Գյուղացիները կատակով ասում են, օրեր են լինում, երբ երկինք բարձրանալն ավելի հեշտ է թվում, քան մարզկենտրոն հասնելը։ Հիմա կլիման մի փոքր մեղմացել է, ճանապարհը բաց պահողն էլ դարձել է դիրքեր բարձրացող զինտեխնիկան։ Ընտանիքս բազմանդամ ընտանիք է, ունեմ 3 որդի, 6 թոռ, մինչև պատերազմը շատ լավ էինք ապրում։ Պատերազմից հետո 20-ից հետո արդեն վիճակներից միջից դժվարացավ, ծանրացավ, գյուղից բնակիչների կեսը համարյա գնացել են։ Մենք այս սահմանամերձ ենք, չգիտեմ, դժվարությունները շատ արդեն։ Հիմնական անասնապահությունները մի ժողովուրդ էլ չեն պահում։ Ինչն է պատճառը, որ չեն Պատճառն արոտավայրերի բանն է, որ մի քիչ, ամեն տարի դե որ շատ էր անասունը սար էին տանում, հիմա չկա էդ էլ, մարդիկ չեն պահում անասուն, չասրել են։ Վերահսկողության տակ են ադրբեջանցիները։ Չէ, ոչ թե վերահսկողության տակ են, ավելի ճիշտ կարելի ասել, որ վախ կա էլի ժողովրդի մեջ։ Պատերազմից հետո մեր տարածաշրջանը 3 կողմից դարձավ սահման և անշուշտ ցանկալի կլիներ, որ մեր սահմանամերձ բնակավայրերում ավելի շատ լիներ զբաղմունք, ցանկալի կլիներ աշխատատեղեր ավելի շատ լինեն, որտեղ ցավոք սրտի մարդիկ երբեմն արտագաղթում են աշխատատեղի խնդրի պատճառով, սրանք անշուշտ խնդիրներ են, բայց մեր մեծագույն ցանկությունն է, որ մարդիկ մնան իրենց բնակավայրերում, իրենց ծննդավայրերում, ապրեն իրենց ուրեմն գյուղերում։ Գյուղը մարզկենտրոնից 70 կիլոմետր է հեռու, իսկ հայ-ադրբեջանական սահմանագծից ընդամենը 4-5 կիլոմետր։ Բայց պաշտոնապես սահմանամերձի կարգավիճակ չունի, հետևաբար չունի նաև այն արտոնությունները, որոնք գոնե մի փոքր կթեթևացնեին սահմանապահ գյուղացու հոգսը։ Ժամը 5-ին գելին առավոտ, իրիկունութին նոր գիքանք տուն հաց ուտել։ Համ դաշտում եք աշխատում, հա։ Հա, համ դաշտում, համ տնտուն։ Պես է մեր կողմնակի եկամուտն էլի։ Եսա սրանք ձակերն են, եսա դուս կքան շրջանակներից։ Մայրը նորից ձվարկություն կանի, նորից ձակեր գելի։ Անարատ մաքուր մեղր են էլի։ Իմի մեղուների արդեն վերնարկ դնելու ժամանակն է, երկրորդ թարք։ Մեղրեն բաճարում ենք, հարևաներին ենք տալիս, բարեկամներին։ Էլ ինչն եք կարողանում վաճառեք։ Դե ոչ մի բան, էլ ինչ կա, պանիրնա, են էլ փոխանակում ենք անում, մրգով բանով կապինչ էլ։ Կարտոշկի ժամանակ կա, փոխանակում ակին ենք, վաճառենք,
Որ ճանապարհները լավ լիներ, կկարողանայիք չէ տանել, բերել։ Դե ճանապարհի պատճառով էլ ավտոներ չի կացից կարտոշկա տանին։ Ասում է գրուզ բառնանք 4-5 տոննա մեքենան կավիրի։ Դժվար է, շատ դժվար է։ Արև, անձրև, արդեն մենք սովորել ենք այս մեր կյանքին։ Անասունին, խոտ քաղա, կարտոշկա բակելա, այստեղ ծանել չպուսի, խնձոր չէ, սարք տանի, բայց ներքևի մասում կա, ընդեղ տակ կա, տարբերություն կա գյուղի մեջ։ Մառոզն ուժեղ է մեր մոտ։ Այստեղ եղեք 40 հատ օղջարեմ պահե, 12 հատ խոշոր եմ ունեցե։ Արդեն քիչ-քիչ որ երեխեքս էլ քաղաք գնացին այս կռի սկզբապ, ասենք մնաք ստեղ ինչ անեք, սահմանը մեր տեղա երեխեքն եք վախենան։ Իրանց ուղարկեցինք քաղաք, մենք էլ մնացինք ստեղ։ 40 տարի մեջք եմ կուդրել, տուն եմ դրել։ Տանջվել եմ, մայլ եմ քաղաք ուր։ Քաղաք չկարամ, ես օդին եմ մնամ։ «2020 թվականի պատերազմի ժամանակ գյուղը տուժել է, հրդեհվել են տներ, տարածքներ։ Դա պատճառ է դարձել, որ 44-օրյա պատերազմից հետո մոտ 40 ընտանիք գյուղից հեռանա։ Այժմ Գեղարքունիքի հեռավոր այս գյուղում ընդամենը 46 ընտանիք է մնացել։ Եսա թուրքի պոստերը երևում է, կրակոցները լսեցի, ու մտաներ, կնոջ զանու քնար, ասի քնար, գնաց դուս արի, ինչ ասի պատերազմը սկսվել։ Ու իլանք սաղ գիշեր չեն քնել, տղես էլ Երևանից եկավ հասավ գիշեր, ու գյուղից չեմ հեռացել, ես իմ աշխատանքին եմ եղել իմ տանտեղին։ Վախեցան, չգիտեմ, գնացին, իրանց ստեղծեցին ընդեղ տներ առանց, սարքեցին, ընդեղ են ապրում։ Ստեղի տները մնացել է մեկ աղբերս տուն են ընդեղա, ոչ մեկ ապրող չկա։ Գյուղից երևի 40% գնացած։ Երիտասարդություն չի մնացել, հիմնական թոշակառներն են էլի, նրանց գոյություն պահելու համար։ Տղերքս արտագնա աշխատանքի են գնացել, երկու տղեն, մեկն էլ քաղաքում է, 3 տղա ունեն։ Երիտասարդներն արդեն տենում են, որ ստեղ ապագա չկա, երեխեքին անպայման ուզում են հանեն գյուղից։ Խորհրդային տարիներին մինչև 1988 թվականը այստեղ ադրբեջանցիների հետ հարևանությամբ են ապրել։ 44-օրյա պատերազմից հետո, սակայն, այլևս չեն հավատում, որ երբևէ հնարավոր է նորից հարևանություն անել նրանց հետ։ Ուրեմն 30 տարիների ընթացքում իրանք ուրիշ դասեր դասավանդեցին իրանց սերունդներին, իսկ մենք չէ, այդ բաներ թուրքի մոտ կա, թուրքի մեծը մի բան որ խոսում է, բոլոր հավատում լսում են, իսկ մեր մեծը ես որ ասում եմ, սմա չէ, թող ես տամ քարից կընկնեմ, սարից, քու ինչ գործնա, չեն լսում։ Որ իմ երեխուն իրանք սպանան, ես ոնց կարամ իրանք ուզեմ մեդավրին։ Իմ աղբոր երեխին են սպանան։ Երբեք չեն խաշտվի իրանք, այդ մտքի հետ, որ իրանք կարող է նորից հետ գան կամ մենք որ պետք է նորից զոհ կտանք, բայց էլ կպահենք մերեն։ Այդ եմ ես մտածում, չգիտեմ, մարդիկ կարող է համակերպին, հաշտվին, չեմ կարծում, որ նորմալ հայ են կարող է այդ մտքի հետ մտածի, որ ինչ-որ կարող է հաշտվի թուրքի հետ։ Պապենական թշնամություն եղել է։ Շատ էլ որ կսենք, առևտուր դա ինչ կապ ունի։ Մեր զորքի զինվորներն թող առողջություն եղի պահում են մեր թիկունք, ուրիշ ոչ մի բան։ Խստաշունչ կլիման թույլ է տալիս միայն կարտոֆիլ ու հացահատիկ աճեցնել։ Գյուղացիների մեծ մասը անասնապահությամբ է իր ապրուստը հոգում։ Անասնապահությունը էլի պակասել է, գլխականակն շատ զգալի պակասեց ու շատ ցավալի է, որտեղ հիմա այսօր անասունները լավ թանկ են շուկաներում, կարներն էլ, խոշորն էլ, մանրն էլ, բոլորն էլ թանկ են։ Բայց շատ պակասեց։
Մեկին 3 անգամ 1000 գլուխ խոշոր էր դուրս գալիս դից 1000 Դժվար է պահելը։ դժվար չի պահելը չեմ անում այտենց Աշխատուց չկա։ գնացին հա պահողի խնդիր կար դու քոչը գնացել են ասում էլի գնացի շնորհությունները վեն ապրում են այնենց թանգել չի պրինցիպի թանգել չի անասում բայելը կարելի ասել ծրի է հիմա ինչա մի ոչխարի գլխականակով մի ոչխարին միջև աշուն 2000 դրամ են վերցնում դա ինչա ծրի է էլի հիմնական ալպյան կանա քոլ չունենք մենք քոլային տարածք չունենք ալպիական տարածքի արոտավային անծայրածիր ինչքան ուզվես բայ բան վարելա հողերն անծայրածիր 1000 հեկտար մոտ ունենք անում են այնպես չի շատ քիչն է բայց արվում էլ այնպես չի որ Տարիներ առաջ մրկահողմը քանդել է գյուղապետարանի շենքը, նորը այդպես էլ չի կառուցվել։ Չկա բուժկետ, չկա զարգացման կենտրոն երեխաների համար։ Գյուղի միակ աշխատող կենդանի օջախը դպրոցն է։ Բարերարների շնորհիվ այն լիովին բարեկարգվել ու կահավորվել է, բայց շուտով դպրոցն էլ կփակվի։ Օպտիմալացման ծրագրով 45 աշակերտ ունեցող դպրոցը կմիավորվի հարևան գյուղի հետ։ Ուսուցիչները կդառնան գործազուրկ, իսկ երեխաները ստիպված կլինեն ամեն օր հաղթահարել հարևան համայնքի ճանապարհը։ Ակնհայտ է, որ գյուղը երկար չի դիմանա, իսպառ կդատարկվի, սահմանամերձ մյուս գյուղերի նման, որոնցում ընդամենը մի քանի տարեց մարդ է ապրում։ Այստեղ մեծ խնդիր այն է, որ երիտասարդները, որ դպրոցն ավարտում են, մեկնում են արդեն Երևան ուսանող են դառնում եւ դրանից հետո այլևս վերադարձը քիչ է լինում։ Սա ամենամեծ խնդիրն է մեր։ Երիտասարդություն այստեղ դպրոցական հասակն ենք հիմնականում հասկանում։ Դրանից մեծ արդեն շատ քիչ են։ Սա մեծագույն ցավն է։ Այս տարիներին գիտենք նաև թե պատերազմական շրջանի հետևանքով պատճառով թե ուրեմն Արցախահայություն այստեղ նաև տեղաբնակեցվեց եւ ծառայությունը նաև թե ոչ միայն հոգեվոր, նաև սոցիալական բազմազան է։ Կրթական փորձում ենք շատ հաճախ երեխաների համար հոգեվոր դասընթացներ կազմակերպել Աստվածաշնչի սոցիալական տարբեր ծրագրերով ենք փորձում ժողովրդին կարիքի մեջ եղած մարդկանց օգտակար լինել։ Շատ անելիք կա, թե հոգևոր առումով, թե մարդկանց կենցաղային սոցիալական առումով, անսահման շատ անելիք կա, թե կրթության առումով, բայց Աստծո կամոք պետք է ամեն մեկս մեզանից կախված անենք, որ ավելի ուրեմն մեր բնակավայրերը, մեր բնակչությունը ավելի կարողանա խաղաղ ու հանգիստ բնակվել իր բնակավայրում։ Գյուղի ու իրենց հոգսերի մասին քչերն են այստեղ պատրաստ խոսել, ասում են, որ անիմաստ է, միևնույն է ոչինչ հնարավոր չէ փոխել, որ իրենց ձայնը այդպես էլ տեղ չի հասնի։ Դրա համար էլ շատերը նախընտրում են հեռանալ։ 40 երիտասարդ առանց ամուսնանալ ծխել են Ռուսաստանով, Երևանով մեկ։ Երիտասարդներ դժվար կվերադառնալ այս գյուղ, շատ բարդ է։ Սովորել են Երևանի կյանքին։ Մեկ իմ տղեն, սովորել է Երևանի կյանքին, չի գալիս։ Գկա, 3 ստեղ էր։ Եկավ, ինչ որ պետք էր, արեց, սարքեց, բարձավ, առավոտ շուտ գործի էր, պետք է հասներ գործի։ Գնում է։ Օրվա վերջում լուռ ու քարացած գյուղը մի պահ կենթանանում է, երբ անասունները վերադառնում են արոտից։ Երկարաշունչ ձմեռվանից հետո հոտը նոր է դուրս եկել գոմերից։ Գյուղացիները դժվարությամբ են կարողանում առանձնացնել իրենց գառներն ու տուն տանել։ Արի